2025 թվական հուլիս շարժման միջոցով ակտիվացող տնային անվտանգության տեսախցիկ հյուրասենյակ սեփականատերը աշխատանքի վայրում է, երբ հեռախոսը թրթռում է և տեսախցիկը միացավ։ Հոլովակը տեղադրվել է հենց սեփականատիրոջ կողմից։ Ոչ ոք չպետք է տանը լիներ։ Կադրերը բացվում են դատարկ սենյակով, հետո ներս է մտնում շունը։ Սկզբում այն նորմալ է շարժվում, հոտոտելով, պտտվելով և հանկարծ քարանում է։ Նայեք վզկապին։ Անմշակ կադրերում հեշտ է բաց թողնել այն։ Մեծացված վիճակում մանրամասնությունն ակնհայտ է, վզկապը տեղաշարժվում է, սեղմվում և քաշվում է կողք, պարանոցի բարձրության վրա։ Կարծես այն բռնված լինի մեկի ձեռքով, որն այնտեղ չկա։ Թերհավատները դա կանվանեն տեսանյութի սեղմման խափանում։ Ահա թե որն է դրա խնդիրը։ Սեփականատերը հաստատել է, որ այդ վզկապն ունի մեխանիկական բացվող ճարմանդ։ Միայն ճնշումը չի կարող այն տեղաշարժել։ Ինչ-որ բան պետք է որ գտած լիներ ճարմանդը։ Այդ օրվանից հետո շունը սկսեց հիվանդանալ։ Հաջորդ ամսվա ընթացքում 3 անգամ այցելեցին անասնաբույժի, ամեն անգամ անորոշ արդյունքով։ Ախտանիշները անհետանում էին, հետո նորից հայտնվում։ Սեփականատերը չի տեղափոխվել, նա պարզապես այլևս շանը մենակ չի թողնում տանը։ Ըստ ձեզ, ինչը գործի դրեց տեսախցիկը մինչև շան ներս մտնելը։ 2025 թվական հուլիս Ռիանն են տնային անվտանգության տեսանյութ է տեղադրում իր YouTube-յան ալիքում։ Տեսախցիկը գտնվում է նրա հյուրասենյակում։ Նրա դուստրը փոքր է և տարված է սանրվածքներ անելով։ Ուստի ներքևում, անկյունում հենված է վարսահարդարման մանեքենի գլուխ, առանց մարմնի, երեխայի խաղալիք։ Ռիանն են հեռուստացույց է դիտում, երբ այն շարժվում է։ Առաջին անգամ հեշտ է կասկածել։ Օդորակիչի անցքը մոտակայքում է։ The bridge, it's a metaphor for your spirituality, your relationship to others. It's supposed to become more able as they go up the bridge. And then there are the bridge heroes offering faith and faithfulness and spiritual gift as the soul of Բայց մանեքենի հիմքը ծանրացված է, այն չի սահում։ Երկրորդ անգամ երկուսն էլ տեսնում են դա։ Աղջիկը տեղում չի քարանում, նա վազում է ուղիղ դեպի մայրը։ Ահա երկրորդ կադրը։ Իմ փոքրիկ աղջիկը ցատկեց բազմոցից վազեց դեպի ինձ։ Ես վախեցած ասում եմ ամուսնուս՝ «Օ Աստված իմ», նա նայեց ինձ։ Աղջիկս փակում է բերանը, ես մտածում եմ՝ «Օ Աստված իմ», նա հետ է նայում։ Այնտեղ ոչինչ չկա։ Ես փակում եմ դեմքս և ասում, որ չեմ կարող հավատալ, որ դա տեղի ունեցավ։ Եվ հիմա ես ձեռքով ցույց եմ տալիս հյուրասենյակի տեսախցիկը ասելով. «Վերցրու հեռախոսդ, դու պետք է տեսնես սա, դու պետք է նայես այդ կադրերը»։
Նրանք անմիջապես ստուգեցին բազմոցի հետևը։ Ոչ մի կենդանի, ոչ մի առարկա, որ կարող էր շփման մեջ մտնել, ոչինչ, որ կբացատրի շարժումը։ Տեսանյութը դեռ տարածվում է համացանցում։ Մանեքենը հատնանշական է, որ այլևս չի հիշատակվում Ռիաննեի տանը։ Իսկ դուք ինչ եք կարծում այս պատմության մասին։ Արդյոք դա պարանորմալ երևույթ էր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունում, իսկ մենք շարունակենք։ 2024 թվականի հունվարի 29-ին ժամը գիշերը 2:30-ին Ակինան հետևողականորեն փաստագրում է իր կյանքն ամեն օր որդու Բանգոյի ծնվելուց ի վեր։ Այս տեսանյութը գոյություն է ունեցել մի հաշվի մեջ, որը կառուցված է եղել գիտակցված, շարունակական փաստագրման վրա։ Այն պատահաբար չի նկարահանվել։ Նա արթնանում է դռան բացվելուց և փակվելուց, հետո նա տեսնում է նրան, իր ամուսնուն, որը կանգնած է դռան շեմին, ոչ թե ուրվագից, ոչ թե ստվեր։ Իր ամուսինը, այն մարդը, որին նա գիտի, այն վայրում, որտեղ նա տուն է գալիս, այն ժամին, երբ նա երբեմն վերադառնում է։ Նա վեր է կենում նրան դիմավորելու, այդ արձագանքը ռացիոնալ էր։ Նա այլ բան մտածելու պատճառ չուներ։ Դռան զանգը հնչում է, երբ դուռը բացվում է։ Դռան զանգը պահանջում է կոճակի հպում կամ հատուկ էլեկտրոնային ազդակ։ Այդ ձայնը առկա է ձայնագրության մեջ։ Կերպարը շրջվում և հեռանում է։ Նա հետևում է նրան հեռու սենյակից, հեռու Բանգոյից։ Հետո նա կանգ է առնում։ Տեսախցիկը ցույց է տալիս նրան կանգնած միջանցքում, անշարժ, նայելով այն ուղղությամբ, որով քայլում էր։ Նա չի կանչում, նա չի շարժվում դեպի աստիճանները, նա պարզապես կանգ է առնում, իսկ հետո շրջվում։ Նա իջնում է ներքև, դուռը լիովին փակ է։ Նա հետևել է ինչ-որ մեկին մի դռնով, որը փակ է եղել, երբ նա ժամանել է։ Այդ կերպարը չի օգտվել դրանից, այն չէր էլ կարող։ Հիպնագոգ, հալուցինացիան, դա կիսաարթուն երազային վիճակ է, որն էլ բացատրում է կերպարի տեսքը։ Այն չի բացատրում ձայնագրության վրա առկա դռան զանգը։ Նրա ամուսինը տուն է հասել 1 ժամ անց։ Այդ գիշերվանից ի վեր Ակինան թույլ չի տալիս, որ Բանգոն մենակ քնի այդ սենյակում։ Այն կրել է ամուսնու դեմքը և նրան հեռացրել է իր երեխայից։ Ինչ էր այն փորձում անել։ Այս ամենի միակ ապացույցը դռան ինքնուրույն բացվելն է և դռան զանգը։ Իսկ դրանից հետո տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել։ Եվ մենք չենք կարող տեսնել այդ կերպարին։ Ամեն դեպքում ինձ համար այս պատմությունը շատ կասկածելի էր։ Դուք էլ ձեր կարծիքը գրեք մեկնաբանությունում։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և կիսվել ձեր ընկերների հետ այս տեսանյութով։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։